Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 25-ի համար։ Եվ իհարկե ովքեր որ ցանկանում են միանալ խմբին կամ այնտեղ նշել եմ նաև WhatsApp կամ Telegram-ին, իհարկե վճարովի տարբերակով է դա 1 տարվա համար, կարող եք գրել admin-ին, իհարկե նա ձեզ կընդունի այնտեղ վճարումը կատարելուց հետո բնականաբար։ Եվ եթե դուք Facebook-ում ընկեր չեք, ընկերություն, նաև կարող եք ուղարկել ձեր մեյլը, որովհետև խումբը փակ է, խումբը ոչ ոք չի տեսնում, մեկը բաց էր, դա սխալմունք էր տեղի ունեցել, ես էի կպել հրավեր էի ուղարկել բոլորին, բայց մյուսը հիմա ամբողջությամբ նա փակ է, եթե դուք փնտրել այն չեք կարողանա գտնել, ես անգամ չեմ էլ կարող կիսվել, եթե Facebook-ում եք, ապա ես չեմ կարող կիսվել, որտեղ այդ ֆունկցիաները բոլորը փակ են, որովհետև ինքը փակ է, ոչ ոք չեն տեսնում, միայն դուք եք տեսնելու, երբ որ մտնեք ներս։ Դրա համար գործելու այն հունվարի 1-ից, եթե ովքեր որ ցանկանում էին, կարող եք դիմել, որովհետև ընդհանուր 1 տարվա կտրվածքով է, ովքեր որ հիմա կդիմեն, կլինի մուտքը հիմա, բայց կհաշվեմ հունվարի 1-ից հունվարի 1-ը, իսկ եթե հունվարից հետո դիմողները բնականաբար այն հունվարի այդ կլինեն հունվարի օրինակ, եթե 5-ից է, 5-ից մինչև մյուս տարվա հունվարի 5-ը։ Ահա, այսքանը տեղեկատվության համար բնականաբար եւ կխնդրեմ նաեւ ինչ շնորհավորել այս տոնի հետ կապված, Սուրբ Ծննդյան հետ կապված բավականին շատ չէի նշի սա, եթե բավականին շատ շնորհավորանքներ չստանայի։ Ես ուզում եմ ձեզ մեկ անգամ եւ ընդմիշտ ասել, որովհետեւ անընդհատ չեմ կրկնելու, պարզապես կանտեսեմ այդ գրառումը եւ վերջ։ Ես ընդհանրապես չեմ նշում այս տոնը։ Ինձ համար այս տոնը գոյություն չունի, այս տոնը լինում է ինձ համար հունվարի 6-ին, ուրիշ ոչինչ։ Նույնն էլ իմ ամուսնու, նույնն էլ իմ ընտանիքի համար, մենք երբեք չենք նշում այս տոնը։ Եվ պետք չի շնորհավորել, ովքեր որ նշում են, միգուցե պատկերացնում որ դիմացիները նշում ես, անցյալ տարի եմ նույն բանն ասել ձեզ։ Այս տարի եւս նշեմ, որ եթե դուք տեսնեք, որ ձեր մեկնաբանությունները կամ ձեր նամակները անտեսվում են, ապա իմացեք, որ պատճառը դա է։ Ես հայ եմ եւ ես նշում եմ միմիայն հայի հետ կապված բոլոր տոները։ Մեր հայկական, ինչ որ վերաբերվում է մեր հայկական։ Ես անգամ շատ բաներ ունեմ, որ բացվել են հենց հունիսի 1-ով երեխաների տոնի կապակցությամբ։ Իմ բոլոր մանկական խանութները բացվել են հունիսի 1-ին։ Այս տարի է որ չեմ կարողանում բացել։ Ցավոք սրտի, որովհետև լավ օր չէ։ Եվ լուսնի դիրքը եւ քարտեզիս դիրքը։ Դրա համար այս տարի եւս հունվարի 1-ը տեղափոխվում է մեկ այլ օր, բայց ինձ համար էլի նորից հունիսի 1-ը տեղափոխվում է մեկ այլ օր, միևնույնն է ինձ համար հունիսի 1-ը։ Այսքանը տեղեկատվության համար, հուսով եմ մեկս մյուսին կհարգենք եւ կհասկանանք, թե ով ինչ է նշում, ով ինչ չի նշում, պետք է խոսել այդ մասին, թե ոչ։ Եթե ես չնշեմ, միգուցե նշում եմ, նեղվում եք, չեմ նշում, ես եմ նեղվում, բնական է, եւ ավելի լավ է մեկս մյուսին ճիշտ հասկանանք, որ ամեն մեկս մեր ձևով ենք նայում այս կամ այն հարցին։ Ես այս հարցին ուրիշ կերպ եմ նայում, ես հյուր եմ, յուրաքանչյուր երկրում։ Այստեղ Ֆրանսիա, որտեղ որ գնում եմ 1 տարի, 5 տարի կապրեմ, միևնույնն է, ես հյուր եմ։ Եվ դրանից ոչինչ չի փոխվում, ուրիշ ոչինչ։ Ես պարտավոր չեմ ուրիշի տոները դարձնել իմը։ Դա իմ իրավունքն է։ Մենք այսօր ոչինչ չունենք։ Ոչինչ։ Որպես հայ ես այսօր ոչինչ չունեմ։ Ոչ այսօր, ոչ վաղը։ Նաև ես չեմ էլ նշում փետրվարի, այնտեղ կամ հունվարի, նաև այդ չինական օրացույցը։ Ես անգամ դա էլ չեմ նշում։ Միգուցե այդ օրը պետք է ինչ-որ արարողություններ անել, բայց հատուկ նշել որպես ամանոր, դա չինացիներին համար է։ Եթե ուղղակի մենք հայրով նշում ենք այս նշանները, բնականաբար շատերը նաև այդ օրերն են նշում, բայց ինձ համար դա չինական օրացույց է։ Եվ երկրագնդի վրա շատ քչերն են նշում, որպես այսօրը ձիու տարի, այսօրը, շատ քչերն են նշում։
Նույնակ եվրոպական երկրներում չեմ տեսել, իրանք ուղղակի անցնում են մեկ այլ տարի։ Իրենք ոչինչ չեն նշում, չեն ասում, որ սա ինչքան էլ որ իրանց մոտ ամեն ինչն է չինական։ Միգուցե որոշ երկրներ եվրոպական անում են, օրինակ այնտեղ Պոլշան կարող է անել, Լեհաստանը, որտեղ ինքնին մի քիչ ռուսի խառնուրդ է եւ այնտեղ կարող են նշել այս տոնը։ Եվ նշել, որ մտնում են օրինակ հենց հատուկ ձյու տարի, այդպես։ Հենց շատ քչեն են այդպես անում։ Ուղղակի ես կասեմ փետրվարի 17-ին ինչպես կարող եք նաև մտնել ուղղակի, հա, մուտք գործել, որովհետև դուք հիմա վագրի տարում չեք։ Բնական է։ Եվ այստեղ հիմա ովքեր որ ծնվեն մինչև փետրվարի 17 դեռևս լինելու են օծի տարում ծնվածներ։ Բոլոր երեխաները, ովքեր որ կծնվեն այս ընթացքում։ Այսքանը սիրելիներս, տեսարան թերը շատ չերկարացնեմ, որովհետև ժամանակից էլ է նաև գնում, քանի ազատ եմ, փորձեմ ամեն ինչ անել, ինչ որ հնարավոր է ինձանից անել։ Այսքանը, գնայինք արդեն առնետներին, տեսնենք ինչ է սպասվում, վաղը 5-շաբթի է։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հրավեր ունեք որևիցե առիթի, նաև նվեր կարող եք գնել, կամ գուցե դուք եք հրավիրում մարդկանց առիթի, դուք եք նվեր ստանում, եւ այստեղ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, հատկապես գումար ծախսելու հետ կապված, գումար տալ ինչ-որ մեկին, որովհետեւ այստեղ օձեր կան նաև, կամ այստեղ բամբասելու են ձեր գումարը ծախսելու հետ կապված, կամ միգուցե իրենք են ձեզանից գումար ուզելու եւ կարող գրել նաև սառույցին հետո։ Եվ ինչքան վճարեք, ինչ անեք, հա, գումարի հետ կապված, ամբողջը ձեզանից է կախված։ Եվ իհարկե այդ օրը ոչ է հնարավորություն ձեր ձեռքից կարող եք բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 25-ին։
Հարգելի ցուլեր, իհարկե տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում։ Այդ օրը հանդիպում ունեք, նաև օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, ոմանց համար նաև ինտիմ հարաբերություններ է, հեռախոսազանգ կունենաք, ինչ-որ բան է ձեզ ցավեցնում էստեղ, բայց չեք տխրում, ինչ-որ կարևոր բան չի, մյուս կողմից էլ ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, նաև իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս ևս կկատարվի, գուցե դա է, որ ցավեցնում է, էլի եկավ այդ վճարման օրը եւ այլն։ Նաև վերջին մեկ ամսով այդ իրադարձություն է, որը ավարտվում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը սպասման մեջ եք լինելու, ինչ որ մարդկանց կարող եք սպասել։ Նաև այստեղ հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ եւ ինչ որ հարցեր կլուծեք, կավարտեք, կվերջացնեք։ Նաև նամակ կարող եք ստանալ SMS, ոչ է փաստաթուղթ, ինչ որ փաթեթ բան եք պատվիրել գալիս է, որ ինչ որ բաներ եք ստորագրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ձեզ սիրված կզգաք, հնարավոր է նաև սիրահարվում եք, նաև ձեր հարազատների շրջապատում կարող եք լինել, այդտեղ հրավերք ունեք, որոցի առիթի, գուցե դա է։ Նաև սիրո խոստովանություն դուք անեք, ձեզ կանեն, օրը ձեր ձեռքում է, ձեր առողջության հետ կապված, թե ինչքան օրինակ կխմեք, ինչ կուտեք, ինչ կխառնեք իրար, այդ ամենը ձեզանից է կախված, ձեր ձեռքում է։
ինչ-որ բան է ձեզ օրվա ընթացքում ցավեցնում, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, նաև բժշկական կենտրոն է, ուսումնական կենտրոն է, բանկ է եւ այլն, այստեղ կարող ինչ-որ թաքուն գործողություններ են, այնտեղ կարող թաքուն գործողություններ եք անում, կամ իրենք են թաքուն գործողություններ արել, մի խոսքով ինչ-որ պահեր են, նաև որոշ գործեր այդ օրը կմնան, չեք հասցնում ավարտել, մյուս կողմից էլ ինչ-որ բան է ձեզ ուրախացնելու, էներգիա է տալու եւ հանդիպում ունեք մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ոմանք ունեն սիրային թաքուն հարաբերություններ, ոմանք թաքուն եռանկյուն հարաբերություններ, նաև ինչ-որ թաքուն գործողություններ, կամ դուք եք անում, կամ ձեր հանդեպ սուտ կա, դա կարող է սուտը դրան է վերաբերվում, ինչ-որ գործեր են, որոնք կարող եք խաբել, կարող է առիթին եք պատրաստվում, անակնկալ եք անում եւ չեք ուզում ասեք, նաև կամ տուն եք մաքրում, ուրախ նստում եք, հա, մաքրած ձեր վայելում եք, կամ ինչ-որ մեկ եք կարող եք վիճել եւ դրանից հետո ուրախանալ, որ ի վերջո ասեցիք այն ինչ որ մտածում եք իր մասին։ Նաև ձեր գործերը այդ օրը կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական լուծում կտաք նաև ինչ որ հարցերին եւ իհարկե ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ այդ օրը։ Երեխաների հետ կապված իրադարձություններ են, հնարավոր է ծնունդ է, կնունք է, առիթ է, միգուցե դա եք գնալու, միգուցե ինչ-որ անակնկալ եք պատրաստում երեխաների հետ կապված, նաև ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք հենց կարող չեք գնում աշխատանքի, որ դա անեք, նաև պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել, հնարավոր է երեխաների հետ է կապված, այստեղ կամ բժիշկ, կամ ուսումնական հաստատություն, գուցե հղիությունը, ծննդաբերությունը եւ ոմանք նաեւ կմասնակցեն հարցազրույցի, բիզնես առաջ կտանեք, միգուցե երեխաների հետ է կապված ձեր բիզնեսը, դա եք առաջ տանում, գործողություններ եք անում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերի։ Ինչ է սպասվում օձերին դեկտեմբերի 25-ին։
Հարգելի օձեր, այդ օրը ոչ է գաղտնիք կբացահայտվի, ինչ որ հանկարծակի լուրի տեսքով է դա լինելու։ Գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն ինչ որ մեկի հետ, նման հետ կապված իրադարձություններ են, ծնունդ է, կնունք է, առիթ է, նաև կարող է գործնականը հենց գնում եք ինչ որ տուն եք նայում կամ պայմանագիր եք կնքում եւ երեխաների հետ կապված եւս իրադարձություն է, միգուցե տան հետ կհա, դա է առիթ է եւ սեղանի շուրջ եք նստելու կամ դուք ձեր երեխաները, ձեր թոռները այդպես կամ երեխա է ծնվել, հղիություն է, դա եք նշում։ Ինչ որ բան է ընտանիքում, որ չէ կարևոր պահեր են, որ նշում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, ինչ որ մարդկանց հետ։ Եվ ժամը ձեզ համար կարևոր է։ Կամ ժամին ուշադրություն չեք դարձնում առավոտից, այդպես ինչ որ մարդկանց հետ եք լինելու եւ երեկոյան նոր տուն գաք։ Կամ նոր գնան ձեր տնից։ Ինչ որ բաներ չկար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, ոչխարներին։ Ինչ է սպասվում այծերին դեկտեմբերի 25-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը տան հետ կապված ոչ իրադարձությունն եք, հնարավոր է առիթ է, հնարավոր է տուն եք նայում, տեղափոխվում եք, տան վարձն եք վճարում, ինչ որ մի բան է։ Նաև առիթ է, այստեղ առիթի կարող են ձեզ հրավիրել կամ դուք առիթանեք իրենց հրավիրեք եւ երջանիկ կզգաք ձեզ, ինչ-որ սուտ կա, որ եթե գաղտնիք է բացահայտվելու եւ ինչ-որ գործեր կարող են մնալ, միգուցե դրա հետ է կապված, ինչ-որ բան եք իմանում, որ չեն արել եւ դրա համար դրանից էլ ինչ-որ գործեր է մնացել։ Եվ երեկոյան ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, կարող սիրահարվել, նաև ընտանիքում սեր կլինի, հարազատների շրջապատում կլինեք եւ ձեզ լավ կզգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, նաև գործնական հանդիպում կամ գործնական շփում կունենաք ինչ-որ մեկի հետ, եւ տան հետ կապված իրադարձություն է, միգուցե առիթ է, միգուցե տեղափոխվում եք, տուն եք մաքրում, ինչ-որ պահեր են տան հետ կապված։ Եկո ծնունդ է, կնունք է, ինչ-որ բաներ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղավներին։ Մեկ րոպե։ Ինչ է սպասվում աքաղավներին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի աքաղներ, այդ օրը ճանապարհ եք գնալու, հնարավոր է օձերի մոտ եք գնում, հնարավոր է օձեր են ձեր շրջապատում, որտեղ որ գնալու եք, նաև բամբասանք կարող է լինել, որ դուք ինչ-որ բաներ եք անում, այստեղ այնտեղ եք գնում։ Եվ
Այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, հուզված սպասում եք ինչ-որ մարդկանց, որպեսզի գան, ինչ-որ կամ հանդիպում եք, գալիս են, հուզվում եք, արտասվում եք, հանկարծակի լուր կարող եք լսել այդ օրը գումար եք ստանալու և պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, որոնք որ կլուծեք, նաև դա կարող է լինել բժշկական կենտրոն կամ ուսման կենտրոն, ինչ-որ հարցեր են, որոնք որ կարող եք լուծել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 25-ին։ Հարգելի շներ, այստեղ ինչ-որ հավաքույթ ունեք, ինչ-որ հյուր է, կամ դուք եք գնալու, կամ իրենք են գալու, հանդիպելու եք ձեզ համար շատ մտերիմ մարդկանց, երկար եք մնալու և դա տհաճ է, կամ իրենք են գալու երկար մնան դա է տհաճ, կամ դուք եք երկար մնալու, ինչ-որ տհաճություններ լինեն։ Դա նաև ժամադրություն կարող է լինել, սիրային առումով է, ինչ-որ մարդիկ են գալիս ձեր տուն, միգուցե աղջիկ ուզելու կամ ինչ-որ պահեր են այստեղ, ամենայն դեպս ինչ-որ միտեղ, որ երկար մնաք, տհաճ պահեր են լինելու և ամեն ինչ վերցրեք ձեր ձեռքը, ինչ-որ էմոցիաների ազդեցության տակ ոչինչ մի արեք, որովհետև կարող է սխալ բաներ անեք։ Այդ օրը որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, ինչ-որ հարցերին որոշումներ կտաք, կվերջացնեք և նաև այստեղ ինչ-որ բան եք ձեր ձեռքից բաց թողնելու և դրանից հետո ոնց որ գործերը դեռևս չեք կարողանում անել, որտև այդ հնարավորությունը ոնց որ ձեր ձեռքից արդեն բաց թողեցիք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում խոզերին, վարազներին դեկտեմբերի 25-ին։
Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, հնարավոր է բժշկական կենտրոն է, հնարավոր է ուսումնական կենտրոն է եւ ինչ-որ հարցեր կան, որոնք որ յուրաքանչյուր ամիսանում եք, այդ օրը եւս կանեք, կամ վերջին 1 ամսվա ինչ-որ իրադարձություն է, որ անում եք, դա եք ավարտում։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձեք, որպեսզի չուշանաք, նաև կարող եք վիճել այդ օրը կամ տուն մաքրել այդ օրը։ Եվ սպասման մեջ եք, սպասում եք կամ երեկոյան եք սպասում, որ տանեցիները գան կամ տրանսպորտի եք սպասում, ամեն ինչ այստեղ հնարավոր է։ Եվ գումար եք ստանալու, բայց ինչ որ հարցեր չեք կարող վերջնական լուծեք։ Կամ ոնց որ ամբողջ գումարը չեք ստանում կամ ինչ-որ մի բան է դա, որ դեռ չեք կարողանում։ Միգուցե գումարի հետ էլ կապված, ստանում եք, որ այդ հարցերին լուծում տաք, բայց ոնց որ չեք կարողանում լուծել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։